Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ-Մազրուին և Էդիհադ Ռեյլ ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Հատկապես շեշտվել է ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ առաջնային ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը։ Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Էմիրությունների միջև ձևավորված կայուն գործընկերությունը և տարեցտարի խորացող սերտ համագործակցությունը, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման վերաբերյալ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, ինչը կնպաստի տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը։ Զրուցակիցները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, նշելով, որ այդ գործընթացը կարևոր է երկու պետությունների տնտեսական զարգացման համար։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենտում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայ Շտեֆանուտայի հետ։ Ազգային ժողովից հայտնում են, որ հանդիպման սկզբում Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար։ Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձևերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի առջև ծառացած կարևոր մարտահրավերների վերաբերյալ։ Դրանք միանշանակ պաշտպանում են միջազգային իրավունքը, մասնավորապես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումների, հայ ռազմագերիների եւ պահվող անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության եւ այլ հարցերում ցույց տալով հավատարմությունը համամարտկային արժեքներին, արդարություն, անվտանգություն, խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայ Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտ ապույտ կստորագրվի։ Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգի խորացող հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 5-ից 9-ին Տաշքենտում տեղի ունեցող միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը, նշել է Արշակյանը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում Մարտին Չունգոնգի գործունեությունը։ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու նշել, որ միջխորհրդարանական միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր, այդ թվում Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Քաղաքացիներին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաեւ դրանց ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը։ Օրերս ագարականցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացի ՆԱ-ի կողմից չհագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։
Բեք մաքսանեգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները համատեղ կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված եւ փաթեթավորված ընդհանուր 11 կիլոգրամ 962 գրամ քաշով 15 փաթեթ, լցված մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի քաղաքացին ձերբակալվել է, ով ներկայացվել է քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ՆԱ-ն ձերբակալվել է եւ քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Բեկմաքսանեգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակասման գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մետամֆետամին տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանած ՈՄՆ-ին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում մետամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով եւ մշակվել հատուկ քիմիական նյութով։ Պարզվել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող անձի ինքնությունը։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի N-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Վերջինս ժամանել է Զվարթնոց միջազգային օդանավակայան եւ ուղևորվել է ՆԱ-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո քաղաքացի N-ին են փոխանցվել մետամֆետամին տեսակի թմրամիջոցների փոխանցված զանգվածով փաթեթները։ Վերջինս ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից թմրամիջոցի մաքսանենգության եւ իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Քրեական վարույթի շրջանակում միջնորդությունները ներկայացվել դատարան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ ՆԱ-ին եւ N-ին կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ։ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում Եվրամիության շրջանակներում փոխգործակցությանը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է մարզխորհրդի նիստ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների եւ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգի առաջին կետով համայնքում ընթացիկ տարում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ամփոփել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը, նշելով, որ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բոլոր հարկատեսակների մասով ցուցանիշները գոհացուցիչ են։ Այս առնչությամբ մարզպետն իր գոհունակությունն է հայտնել մարզի համայնքների ղեկավարներին, արձանագրելով, որ նախորդ տարվա ցուցանիշներով Կոտայքի մարզին տրված դոտացիաները եւ հավաքագրված եկամուտները գրեթե հավասարվել են, ինչն անշուշտ նաեւ մարզի համայնքապետարանների կողմից բյուջեները ճիշտ պլանավորման արդյունք է եղել։ Տեմպերը պետք է պահել ու շարունակել ել ավելի բարելավելու ցուցանիշները։ Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ 2025 թվականին նախատեսված ու հաստատված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Անդրադարձ է կատարվել նաեւ պետական բյուջեով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Այս ուղղությամբ մարզպետի աշխատակազմի եւ մարզի ղեկավարի մոտեցումը նույնն է՝ ամենօրյա անմիջական հսկողության ներքո պահել սուբվենցիոն եւ պետական բյուջեով իրականացվող աշխատանքները, որակն ու ժամկետները դիտարկելով որպես առաջնահերթություն։
Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև վարչապետի կողմից տրված հանձնարարականի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդների եւ հողամասերի վարձակալության հետ կապված հարցերը։ Մարզի ղեկավարը լսել է համայնքների ղեկավարների բոլոր մտահոգությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն համապատասխան գերատեսչության գործընկերների հետ։ Նիստի օրակարգի վերջին կետով իրավաբանական բաժնի պետ Լեյլի Խաչատրյանը ներկայացրել է իրավական ակտերում 2024-25 թվականներին կատարված մի շարք փոփոխություններ եւ լրացումներ։ Օրակարգային հարցերից հետո Ահարոն Սահակյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Հրազդանի վարչական տարածքում սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքներին, նշելով, որ աղբավայրը մայիսին շահագործման կհանձնվի եւ այս փուլում կարեւոր է մարզի բոլոր համայնքների աջակցությունը ծրագիրը անխոչնդոտ իրականացնելու նպատակով քննարկվել են այլ հարցեր։ Սպորտը ազգերին ու մարդկությանը համախմբող առողջ ապրելակերպը խթանող համընդհանուր ոլորտ է, որն առանձնահատուկ տեղ ունի Աբովյան համայնքում եւ մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է։ Կարևորելով ապրիլի 6-ին նշվող սպորտի միջազգային օրվա խորհուրդը, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայց է կատարել Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնում։ Համայնքի ղեկավարը նախ շրջել է կենտրոնի վերաբացված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, ապա ներկա է եղել մարզադպրոցում գործող ամենատարբեր մարզաձևերի պարապմունքներին, հետևել լողի, սամբոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի, գիմնաստիկայի մարզումներին։ Ոչ միայն հետևողական աշխատանքով, այլև սեփական օրինակով է համայնքապետարանի եւ մարզադպրոցի աշխատակազմը խրախուսում առողջ ապրելակերպն ու սպորտի զարգացումը, մասնակցելով պարբերաբար կազմակերպվող վոլեյբոլի, ֆուտբոլի եւ այլ մարզական խաղերի։ Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցում ապրիլի 7-ը նշվել է արվեստի մթնոլորտում գարնանային պայծառ տոներին կանանց ու մայրությանը նվիրված գեղեցիկ ցուցադրություններով։ Թեմատիկ ցուցահանդեսին ներկայացված են եղել դպրոցի շնորհալի սաների յուրահատուկ ստեղծագործությունները։ Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև համայնքապետարանի եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կին աշխատակիցների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը ամփոփվել է մեկամսյակի ընթացքում կազմակերպված խեցեգործության եւ նկարչության վարպետաց դասերի միջոցով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 7-ից 8-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության 2, ավազակության, խարդախության, անառակաբարո արարք կատարելու, սպանության փորձի ու անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար, 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 145, առանց վարորդական իրավունքի վկայականի 302 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 36, չամրակապված վարելու 576, առանց մանկական նստատեղի քարսիտի 5, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 220, վարելիս հեռախոսից օգտվելու 136, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 50 եւ 1251 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 214-ը տեխնիկական զննություն չանցած, 63-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 78 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16800 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 258 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 199, առանց վարորդական իրավունքի վկայականի 746, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 87, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 3978, առանց մանկական նստատեղի քարսիթի 186,
բարելի սախախոտային արտադրատեսակ օգտագործելու 417, բարելի սեռախոսից օգտվելու 600, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2153 և 4496 այլ իրավախախտումներ, 417 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1936-ը տեխնիկական զննություն չանցած, 545-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը բեռնատարներ, 238-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 51 անձ։ Կոտայքի մարզում կայացել է Սպարտակիադա մարզական խաղերի համայնքային փուլի խաղերը հրաձգություն, բասկամարտ, հնգամարտ, շախմատ և սեղանի թենիս մարզաձևերից։ Բոլոր մարզաձևերում մասնակցել են Հրազդանի, Չարենցավանի, Նայիրի և Աբովյանի տարածաշրջանների շուրջ 60 դպրոցների աշակերտներ։ Հաղթողները պատրաստվում են մարզային փուլի խաղերին, որի արդյունքում լավագույն ներկայացած դպրոցները և մարզիկները իրավունք կստանան Կոտայքի մարզը ներկայացնելու եզրափակիչ փուլի խաղերին։ Աշխարհը վաղ թե ուշ կբախվի նոր համավարակի։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նրա խոսքով դա տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն, այս մասին հայտնում է Կոմերսանտը։ Նա այս հարցը բարձրացրել է միջկառավարական բանակցային մարմնի 13-րդ նիստում, որը համաձայնագիր է պատրաստում համավարակի կանխարգելման վերաբերյալ։ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև ԱՀԿ զոհերի թիվը գնահատում է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Նա համոզված է, որ հաջորդ համավարակը կարող է սկսվել 20 կամ ավելի տարի հետո, իսկ գուցե նույնիսկ վաղը։ Երևանում ապրիլի 9-ից 13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ից 10-ին սպասվում է քամուշ, գնացում 13-ից 15 մետր վարկյան արագությամբ, տեղեկացնում են հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում ապրիլի 10-ից 13-ին առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ից 13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, քամին հարավ-արևմտյան 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 9-ից 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ, գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի գիշերը կնվազի 8-ից 10, ցերեկը 6-ից 8 աստիճանով։